Կառավարությունն առաջարկում է նոր լիազորություններ տալ բնության հատուկ պահպանվող տարածքներում ծառայություն իրականացնող պարեկներին։ Համապատասխան օրենքում առաջարկվող փոփոխությամբ նրանք պետք է ոչ միայն հսկողություն, այլև կենսաբազմազանության մոնիթորինգ իրականացնեն։ Էկոպարեկների պարտականությունների մեջ կմտնի նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքը։ Նախագիծն ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում զեկուցեց շրջակա միջավայրի փոխնախարարը։ Արդյոք մոնիտորինգ իրականացնելու համար էկոպարեկներն ունեն համապատասխան կրթություն կամ հմտություններ, հետաքրքրվեց падգամավոր Միքայել Թումասյանը։ Էկոպարեկային ծառայությունը պետք է տրեյնինգ անցնի, կարճ պատասխանը սա է, որ տարբերակ են նաև են կենդանիները եւ տեսակները, բույսերը, սնկերը, որոնց պահպանությունը իրենք իրականացնում են։ Ես նոր գնացել եմ գյուղ, ծերից ծեր Երանոսից միջև ծովակի հատված ոտքով քայլել եմ, մեկ ծառ չեք տնգենգեր, մեկ ծառ չեք տնգել, բայց սեր խոստումների մեջ ազգային պարկի եւ հատուկ պահպանող տարածքներուն այնքան մեծ բաներ էի խոստանում։ Էկոպարեկին ավելի լուրջ գործառույթ պետք է տաս, որպեսզի կարողանա ավելի արդյունավետ զգալ։ Օրինակ 2025 թվականի ընթացքում երբ որ խախտումներ են իրականացվել, ընդհանուր հանրապետության տարածքում 9% դեպքերում է, երբ որ իրավախախտը հայտնի է։ Այսինքն իրականացվում են իրավախախտում, մենք դա արձանագրում ենք, բայց արդեն իրավախախտը տեղում չի լինում, եւ հայտնի չի լինում։ Բայց օրինակ Սյունիքի մարզային ծառայության գործարկման արդյունքում բոլորովին այլ պատկեր է։ 25 թվականի ընթացքում 74% դեպքերում իրավախախտը հայտնի է։ Իհարկե հավելյալ բան ենք ավելացնում էկոպարեկի համար, բայց կարծում եմ իր ծառայության նաև բովանդակության, ամբողջ էության եւ առաքելության մեջ էլ է դա մտնում, նաև ինֆորմացիա ստանալ են կենսաբազմազանության, բույսերի, կենդանիների մասին, որը ինքը կոչված է պահպանելու։ Ծառատնկումների ցուցանիշներ փոխնախարարը չուներ, սակայն քաղաքացիական պայմանագրից Դավիթ Դանիելյանը Սևան ազգային պարկից ստացած տեղեկությունը փոխանցեց։ 2025 թվականին տնկվել է 36,000 տնկի 13 հեկտար, 2024 թվականին 5 հեկտար 10,000 տնկի, 2023 թվականին 7,5 հեկտար 12,000 տնկի, 2022 թվականին 2,57 հեկտար 3,000 տնկի, կեչի, վայրիտանց, խնձոր, հացենի։ Ես ձեր առաջարկը ընդունում եմ, պարոն Ղազարյան, մեծ սիրով ազգային պարկի տնօրենության հետ պայմանավորվենք, իրար հետ գնանք, եւ եթե արժանահավատ չի, դա նաեւ իմ խնդիրն է, միայն ձեր խնդիրը չի։ Տնկիները միգուցե տնկվել են, բայց միշտ մենք այդ խնդիրը ունեցել ենք այդ տնկիների խնամքի եւ կպչողականության հետ կապված։ Ընդդիմադիր падգամավորը բարձրացրեց նաև միջազգային ֆինանսավորումների արդյունավետ ծախսման հարցը։ Հիշեց Գավառի մաքրման կայանի կառուցման պատմությունը։ Նրա համար անհասկանալի էր, թե ինչպես ծախսվեց ավելի քան 800 միլիոն դրամը։ Մեյմարյանը պարզաբանեց։ Եկեք ֆիքսենք, սա վարկային միջոց չէ, սա դրամաշնորհային միջոց է։ Մենք Գավառի մաքրման կայանի խնդիրը դրեցինք, մրցույթը հայտարարեցինք, 2 անգամ մրցույթը ժամկետը անցավ, մասնակից չունեցանք եւ դրամաշնորհային գումարը տեղափոխվեց հաջորդ ծրագիր եւ հիմա սկսվել է արդեն Յուր Սևան Պլյուս ծրագիրը։ Դավիթ Դանիելյանն էլ բարձրացրեց էկոպարեկների աշխատավարձի հարցը։ Ես լինելով մի մարզից, որտեղ անտառային տարածքներ շատ են եւ փայտանյութի խնդիր բարբերաբար լինում է, ես կարծում եմ իրենց մասով հատուկ քննարկման կարիք է այդ մարդկանց աշխատավարձները բարձրացնեն։ Հայ-անտառ պողակի ֆինանսական ծանր վիճակը հաղթահարել են, որի արդյունքում միայն այս տարի ձեռնարկատիրական եկամուտները գերազանցել են 2 միլիարդ դրամը։ Սա նշանակում է, որ կսկսեն մտածել աշխատավարձերի վերանայման մասին, նշեց փոխնախարարը։ Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաև բուսասանիտարիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Օրինագծերն արժանացան դրական եզրակացության։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։